Բարի գալուս բուժատետեր։ Բանանն աշխարհի ամենահայտնի մրգերից մեկն է։ Այն հարուստ է կալիումով, մագնեզիումով, վիտամին B6-ով եւ բջջանյութով։ Շատերը այն համարում են առողջ սննդի անբաժանելի մաս, բայց իրականում բանանը բոլոր մարդկանց համար նույնքան օգտակար չէ։ Սկսենք օգտակար կողմերից, ապա վնասներին։ Ում է օգտակար բանանը։ Առաջինը մարզվող մարդկանց։ Բանանում կա բնական շաքար եւ կալիում, որոնք օգնում են արագ վերականգնել էներգիան։ Մարզումից հետո մեկ բանանը կարող է օգնել մկանների աշխատանքին եւ նվազեցնել սպազմերի հավանականությունը։ Երկրորդ, արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց։ Բանանի մեջ առկա կալիումը, որը բավականին մեծ քանակությամբ է ի դեպ, օգնում է հավասարակշռել նատրիումի ազդեցությունը եւ նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։ Հաջորդը, հորկապություն ունեցողներին։ Հասած բանանը պարունակում է բջջանյութ, որը բարելավում է աղիների աշխատանքը եւ նպաստում կանոնավոր կղազատմանը։ Չորրորդ, ստամոքսի կրկրվածություն ունեցող մարդկանց։ Բանանը համեմատաբար մեղմ մթերք է եւ հաճախ ավելի հեշտ է մարսվում, քան շատ այլ մրգեր։ Այդ իսկ պատճառով բժիշկները վիրահատություններից հետո մարդկանց խորհուրդ են տալիս ուտել բանան։ Հաջորդը սթրեսի եւ հոգնածության դեպքում, եթե շատ հոգնած եք, ապա ձեր առաջին օգնականը կարող է լինել հենց բանանը։ Նրա մեջ առկա B6 վիտամինը մասնակցում է սերոտոնինի երջանկության հորմոնի արտադրությանը, որը կապված է տրամադրության հետ։ Իսկ ում կարող է վնասել բանանը։ Առաջին, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է շատ զգույշ լինեն։ Բանանը պարունակում է բավականին շատ ածխաջրեր եւ բնական շաքարներ։ Հատկապես շատ հասած բանանը կարող է արագ բարձրացնել արյան գլյուկոզայի մակարդակը։ Իհարկե դա չի նշանակում, որ դիաբետ ունեցող մարդը չի կարող բանան ուտել, բայց չափաբաժինը կարևոր է։ Հաջորդը, երիկամների ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ եւս պետք է զգույշ լինեն, քանի որ բանանը շատ հարուստ է կալիումով, որոշ դեպքերում կալիումի ավելցուկը կարող է վտանգավոր լինել, եթե խնդիրը ձեզ մոտ այդ պահին սուր է արտահայտված։ Հաջորդը, մարդիկ, ովքեր հաճախ ունենում են փքվածություն կամ գազեր։ Նման խնդիրներ ունեցող մարդիկ կարող են նկատել, որ մեծ քանակությամբ բանան, օրինակ 2 բանանը, կարող է ուժեղացնել այդ զգացողությունները, հատկապես եթե այն օգտագործվում է դատարկ ստամոքսին։ Մի շատ հետաքրքիր փաստ՝ կանաչ թե շատ հասած բանան։ Սա նույնպես կարևոր տարբերություն է։ Ուշադրություն, կանաչ բանանը պարունակում է ավելի շատ դիմացկուն օսլա, որը դանդաղ է բարձրացնում արյան շաքարը, բայց կարող է ավելի դժվար մարսվել։ Սա կարող է օգտակար լինել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, իսկ շատ հասած բանան ավելի քաղցր է, ավելի հեշտ է մարսվում, սակայն ավելի արագ է բարձրացնում գլյուկոզայի մակարդակը։ Օրական որքան բանան կարելի է ուտել եւ երբ ուտել։ Առողջ մեծահասակի համար սովորաբար 1-2 միջին չափի բանանը համարվում է անվտանգ քանակ։ Եթե մարդը շատ ակտիվ է ֆիզիկապես, այդ քանակը կարող է մի փոքր ավելի լինել։ Իսկ երբ է ավելի լավ ուտել բանանը։ Առավոտյան կամ նախաճաշին էներգիա ստանալու համար մարզումից 1 ժամ առաջ արագ ածխաջրերի աղբյուր լինելու պատճառով եւ մարզումից հետո վերականգնվելու նպատակով։ Իսկ ինչի հետ չարժե համադրել բանանը։ Մեծ քանակությամբ բանանը ցանկալի չէ համադրել շատ քաղցր աղանդերի, քաղցր ըմպելիքների կամ մեծ քանակի մեղրի հետ, քանի որ այդ դեպքում շաքարի ընդհանուր բեռը զգալիորեն աճում է։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկ անբանությունների հատվածում գրեք՝ սիրում եք բանան, թե ոչ, որ տեսակն եք նախընտրում՝ կանաչավունը, թե շատ հասածը։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։